Բարև ձեզ, սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, այս կիրակի օրով կարճ ու եթեր եմ մտնում, որովհետև այս նոր տղեկը ուղարկեցին մեր խմբում 5 իրավապաշտպանների քննարկում էինք, մի տեսանյութ, այսօրվա տեսանյութ, երևի նորվա տեսանյութ է, թե երեկվա է, ենթադրում եմ այսօրվա է, երբ որում երևում է, որ արդեն քարոզչությամբ, ակտիվ քարոզչությամբ զբաղված ՀՀ քաղաքացի Ն. Փաշինյանը իր շքախմբով գտնվում է, ոնց հասկացա, Ռասիա մոլի հարևանությամբ, հիբրիդային վիճակներ, եւ մի քաղաքացի է մոտենում, որի հետ զրույցի է բռնվում, այս քաղաքացին ասում է, այս 10,000 դրամով եմ աշխատում, բայց դե 10,000-ը քիչ է, ախպեր ջան, նա էլ ասում է, բա ինչքան է քեզ պետք որ աշխատես, նա էլ ասում է, տենց մի 13-14-ը արդեն նորմալ է, ասում է, դե վсё, ասում է, որ տենց է, պարոն Խուդասյան, ուրեմն այս մարդուն պետք է աշխատանքի տեղավորենք, բառացի չեմ ասում, այդ իմաստը դա է, տենց նույնիսկ մի ավելի մեղմ եմ ձևակերպումները տալի, որ չսխալվեմ, 12-ով համաձայն ես, բա հա էլի դե 10-ի համեմատ 12-ը ավելի լավ է, վсё, պարոն Խուդասյան, դե այս մարդուն աշխատանքի տեղավորենք, 12,000 դրամով ու հրապարակային այս ամեն ինչի մասին խոսենք։ Գիտեք ինչ, սա այն դեպքն է, որ խոսքը չի վերաբերում այն ավանդական հանցագործություններին, որ մարդը մի անգամից տեսնի, արա, ասի սա հանցագործություն է։ Այսինքն, կողություն, սպանություն եւ այլն։ Բայց երբ որ նայում ես մեր քրեական օրենսգիրքը եւ ավելի կարեւոր է պրակտիկան, թե ինչպես է այդ հիմա իմ կողմից վկայակոչվելիք դրույթը կիրառվել խայտառակ ձևով ընդդիմադիրների, այդ թվում նաեւ տարիքով կանանց նկատմամբ, ինչ գործիքակազմապետությունը կիրառել, ու հիմա սրան ես նա, հարա ասում ես, սենց էլի, տարբեր վատ բաներ ես մտածում, որը եթերային չի։ Ինչի մասին է խոսքը։ Ընտրությունների ընթացքում չի կարելի նյութական բնույթի որևէ ծառայություն խոստանալը, որևէ ծառայություն այդ թվում նաև աշխատանքի տեղավորելը, ավելի բարձր աշխատավարձով, քան այդ մարդը աշխատում էր։ Համեմատենք տատիկների գործը, այդ մարդիկ մինչև հիմա դատվում են, այս առաջիկա շաբաթ էլ հերթական նիստն է։ Ես եմ, մեր Արսեն Բաբայանն է, պաշտպանները տատիկների, ինչ էր եղել, ինչի համար են մեղադրել, իհարկե նրանք ուրիշ բան են մտածում, արդյունքում ուրիշ բան դուրս եկավ, ընտրակաշարք են անունը դրել, ընտրակաշարք, այն բանի համար, որ մեղադրանքն եմ ասում, ոչ թե իրականությունը համաձայն չենք իրականությունը տես չի եղել, բայց մեղադրանքը պաշտոնապես այն է, որ այս կինը ուրեմն խոստում է ընդունել տատիկը, կիմա տատիկը, որ իրան ջրագիծը կքաշեն, ջուր չունի, խոստում է ընդունել, իսկ մյուս կողմը այն ժամանակվա ընդդիմադիր կուսակցություններից մեկի ցուցակում գտնվող անձ խոստում է տվել, նայ խոստում է ընդունել, բայ հիմա սա ինչով է տարբերվում, մեկ այդ բացատրենք, խոստում է տալի բացահայտ, ուղիղ եթերով, ասում է մենք քեզ գործիք տեղավորենք, ախպեր, 12,000 դրամով, մարդու, որը աշխատում է 10,000 դրամով, չգիտի էլ լավ աշխատողա, վատ աշխատողա, չգիտի էլ այդ մարդու հետ կապված որևէ տեղեկություն չունի, կարող է վատ աշխատողա, ինչ իմանաս, քաղաքացի է, մոտեցել է, կարող է շատ լավ աշխատողա, էլի ինչ իմանաս, ուղիղ եթերով մարդուն իրան մոտեցած մարդուն խոստում է տալի, ասում է խոստում եմ տալի քեզ գործի եմ տեղավորել, հələ մի հատ էլ հրապարակավազել եմ, մի հատ էլ հանցագործությանը ներգրավում է հանձնարարություն տալու միջոցով, որպես օժանդակող պարոն Խուդասյանին, չգիտեմ, իր այդ նազիր վեզիրներից ինչ է աշխատում, այդտենց են, մինչև 18 թիվը ոչնչություն, դրանից հետո, դրանցից մեկն է, էլի։
Դե հիմա ինձ ասեք, տատիկների գործից սա ինչով է տարբերվում։ Նրանով բացատրեմ ինչով, որ սա ուղիղ եթերում է արվել եւ ստեղ էլ հարց ու պատասխան չկա, հասկանում եք։ Այնտեղ մենք փաստերը վիճարկում ենք, ասում ենք տես չի եղել, դա խոստում չի եղել, առհասարակ դա իրականությանը չի համապատասխանում։ Այդտեղ տարել են, ում ասես տարել են, հարցաքննել են, Գյումրիից բերել են, հասցրել են Երևան շատ վատ ձևերով։ Մի հատ էլ 90 քանի տարեկան տատիկ են իջացրել, խայտարակ 3 օր այդ կիմա տատիկին ձերբակալվածների պահման վայրում են պահել, կողքը ես իմում նկատմամբ չգիտեմ ինչ են արել, իրան թվացել է թե ծեծել են, իրան թվացել է թե իր երեխեքին են բերել ծեծել, այս կինը ահավոր ապրումների մեջ, այն որ առողջությունը քայքայված լրիվ։ Ահավոր վիճակ, մինչև հիմա այդ ծանր պայմաններում այդ կինը առողջական լուրջ խնդիրներով շաբաթական պիտի գնա պրոբացիայի ծառայություն, ստորագրի, լավա որ դատարանը կամաց մեղմացրեց խափաման միջոցի հարցը, հիմա մնացել է վարչական հսկողության այդ բաղադրիչը, որ գնա ստորագրի, դե բացակայելու արգելքը չեմ էլ հաշվում այդ կին ուր պիտի գնար։ Հիմա եկեք համեմատենք այս մարդու արածը, ինչով նույնը չի։ Ես չեմ ասում գնանք քրեական օրենսգիրքը նայենք, քրեական օրենսգիրքում դրույթներ կան, որ չեն կիրառվում կամ չգիտեմ կիրառելը, սա կիրառված նորմա, դատախազություն, հատուկ քննչական ծառայություն, հակակոռուպցիոն կոմիտե։ Բայց հիմա դուք սրանից հետո, այսպես կոնկրետ ուղիղ եթերով, ես էլ ասում եմ, կոնկրետ, այս արածը ինչով է տարբերվում պրակտիկայում կիրառված, որպես ընտրակաշարք, դուք եք այդ անունը դրել, որպես ընտրակաշարք, արդեն պրոցեսը սկսել է, նախագահ հրամանագիրը ստորագրել է Վահագն Խաչատուրյանը, մեկը կարիժում եք, մեռելների հետ նկարվել սիրող։ Այդ օրից սկսած այս բոլոր կանոնները գործում են, բա սա ընտրակաշարք չի, որպես խոստում տալը։ Ես հուսով եմ, որ հետևողական կլինեն հատկապես ընտրական գործընթացում մասնակցող մեր սիրելի ընկերները, գործընկերները, ընդդիմադիրները, որպեսզի այս հարցը ամեն օր բարձրացնեն։ Այսօր ուղիղ եթերով Նիկոլ Փաշինյանը արել է մի բան, որ կիմա տատիկին 3 օր դրա համար ձերբակալված են, բայց մինչև հիմա դատում են։ Ինչով է տարբերվում։ Էլի ասեմ ինչով է տարբերվում։ Կիմա տատիկը ոչ մի բան, այսպես ազդեցություն չունեցող մարդ էր, 80 քանի տարեկան տատիկ էր, իսկ ինքը մեծ ազդեցություն ունի։ Պետք է ոչ միայն քրեական վարույթարություն, այլև խիստ խափաման միջոց կիրառվի։ Իրավական պետություն, եթե մենք ունենայինք, եկե մենք հասկանում ենք, որ իրավական պետություն չունենք ու դա չի լինելու, բայց ամեն օր ինչքան մարդ է գալի, ընտրություններին ուրեմն դիտորդներ, բաներ, բոլորի հետ այսօրվա այս ինչն է այսօր ամսի քանիսն է, մարտի 22-ի կեսը պետք է ամեն օր խոսեն, ուղիղ եթերում հանցագործություն է կատարել։ Արդեն իսկ եթե սրան արձագանք չլինի, դա նշանակում է, որ ընտրությունների արդյունքը արդեն վտանգի տակ է, որտեղ իրանց կարելի է, մյուս կողմին չի կարելի։ Հələ թող բանը, թող մի հատ օրինակ, չգիտեմ, ամենա, այսպես, բան օրինակը բերեմ, էլի, ամենամեծ դիրք ունեցող ընդդիմադիր ուժի օրինակը բերեմ։ Սամվել Կարապետյանի կողմնակիցներից մեկը թողը դներ ուղիղ եթերով ասել, քեզ գործիք տեղավորենք, հարգելի քաղաքացի, 10,000-ից 10,000։ Ինչ կանեին, կփռեին ասֆալտին նույն օրը, 5 րոպե հետո, կգային խուզարկություններ, բաներ, այն բան ձենով են, որ տենց եթերում ասում են, հայտնաբերվել է հանցագործության դեպք, բան ասենց ինչ-որ, այս կանեն, կես ժամ հետո այս ամեն ինչը լինելու էր, կես ժամ էլ չեր անցնելու։ Կես ժամ հետո ուտսը բոլոր տեղերը թմկարելու են, հանցագործությունը, հասեք, բռնեք, հրը տեսեք, ընտրակաշարք, բա ինչով ընտրակաշարք չի, ինչով ընտրակաշարք չի, այս միջադեպին արձագանք չտրվելու դեպքում մենք կարող ենք խոսել ընտրությունների արդար ընթացքի մասին։ Ես իհարկե ասեմ իմ անձնական կարծիքը, ես այդ պատրանքները չունեմ, այս մարդը շատ լավ հասկանում է, որ ինքը ծանրագույն հանցագործություններ է կատարել, եւ եթե ինքի թողնի, որ իշխանությունը օրենքով սահմանված կարգով, սահմանադրությամբ սահմանված կարգով, քաղաքացիների կամքով փոխանցվի մեկ այլ ընդդիմությանը, ինքը լավ գիտի, որ ինքը հայտնվելու է շատ կարճ ժամանակ հետո բանտում։ Ինքը շատ լավ գիտի։
Դրա համար էլ ատամներով ամեն ինչ պահում է։ Խախտելով բոլոր տեսակի օրենքներ եւ սա վառ օրինակ։ Մարտի 22-ի ետրակաշարքի դեպք վերջ։ Բան չկա ստեղ ասելու ախր, ոչ մի կրուտի տանելու տեղ չկա, կներեք այս բառի համար։ Ամեն ինչ ուղիղ եթերում արձանագրված։ Շնորհակալություն, հաջողություն։